ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Ով է հարվածել Նախիջևանին, Բաքուն մեղադրում է Իրանին, պատասխան խոստանում, Թեհրանն էլ հերքում է, Իսրայելին մեղադրում։ Թանկարժեք պատերազմ, ԱՄՆ-ն չի խնայում միլիարդները, որքան արժե պատերազմի մեկ օրը։ Դիվանագիտություն, ուժ, պատերազմ, Գազայից Թեհրան, Նեթանյահուի ռազմավարությունը։ Սարկազմ, փոխադարձ մեղադրանքներ ու վիճաբանություն, խորհրդարանում հերթական աղմկոտ նիստներ։ Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետքա շուրգը ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ։ Ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Արշակ Սրբազանը կգնա տուն, կալանքից ազատելու որոշում է կայացրել դատարանը։ Երևանում ավտոտնակ է պայթել կատ ուժած, ինչ է կատարվել ջրվեժում։ Մերձավոր արևելքում լարվածությունը նոր վտանգավոր փուլ է մտնում։ Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելն է պատասխանատու Ադրբեջանում ընկած անօթաչուների համար, մեղադրում է Իսրայելին։ Թեհրանն էլ պնդում է, որ Իսրայելն է դա կազմակերպել Իրանին մեղադրելու համար։ Իրանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական հարվածներ կարող է հասցնել միայն այն պետություններին, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին ռազմական բազաներ տեղակայելու համար։ Իրանը չի հարվածում հարևան երկրներին, այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Իրանը անօթաչուներով հարվածել է Նախիջևանին։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ Իրանից արձակված Շահեդ 136 տիպի անօթաչուներից մեկը պայթել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի տարածքում, մյուսը ընկել Շեքերաբադ գյուղում գտնվող դպրոցի վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 քաղաքացի։ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն։ Ադրբեջանի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի բոլոր ստորաբաժանումները բերվել են թիվ 1 մարտական պատրաստականության։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ինչպես որ վերջ ենք դրել հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, եւ թող Իրանը չմոռանա դա։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից։ Այդ ահաբեկչական գործողությունն իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել եւ իրականացնել պատասխան միջոցներ։ Մինչ Իրանը շարունակում է պնդել, որ հարևաններին չի հարվածում, պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ֆրանսիական հեռուստալիքը հայտնում է, որ թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների համար։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս լուրին։ Իսկ որքան է արժենում պատերազմի մեկ օրը Միացյալ Նահանգների համար։ Պարզվում է, նահանգները մեկ օրում $220 միլիոն է ծախսում։ 6 օրում ոչնչացրել են միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա, նավթային ենթակառուցվածքներ եւ ռազմաբազաներ։ Թանկարժեք պատերազմի հաշվարկները ռեպորտաժում։ Օրական $1 միլիարդ է ծախսում Ամերիկան Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Սա Պենտագոնի նախնական գնահատականն է, որի մասին գրել է The Atlantic-ը։ Պոլիտիկոյի հաշվարկներով էր Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն 100 օր, հավանաբար նույնիսկ մինչև սեպտեմբեր։ Պատերազմի 6-րդ օրը կողմերն արդեն լուրջ կորուստներ ունեն, թե մարդուժի եւ թե նյութական իմաստով։ Ըստ թուրքական Անադոլու գործակալության հաշվարկի Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան $2 միլիարդ կորուստ։ Այն, որ ամերիկյան տնտեսությունը ամենայն դեպս անհրաժեշտ միջոցներ ունի պատերազմ վարելու համար, կասկածից վեր է, այն հարց է, թե այդ պատերազմը ավելի հեռանկարում ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության վրա, բայց այստեղ դարձյալ ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը ինքնին ինչ ընթացք կունենա Միացյալ Նահանգների համար։
Ամենաթանկ կորուստը համարվում է Քաթարում տեղակայված ռադիոլոկացիոն վաղ հայտնաբերման կայանը, որի արժեքը ավելի քան $1 միլիարդ է։ Միացյալ Նահանգները Իրանի հարվածի հետևանքով Արաբական Միացյալ Էմիրություններում կորցրել է 2 թիաթ հակահրթիռային պաշտպանական համակարգ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է $500 միլիոն։ Քուվեյթում Միացյալ Նահանգները կորցրել է 3 F-15 կործանիչ, որոնք ըստ ամերիկյան կողմի տեղեկության ոչնչացրել է Քուվեյթի ՀՕՊ համակարգը։ Օդանավերը միասին գնահատվում են մոտ $280 միլիոն։ Կորուստներ են եղել նաև Բահրեյնի ռազմակայանում, ոչնչացվել է արբանյակային կապի մի քանի կայան, որոնք գնահատվում են մի քանի տասնյակ միլիոն $։ Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վնասվել են բնակելի շենքեր եւ արդյունաբերական օբյեկտներ։ Բավականին մեծ ենթակառուցվածքային եւ տնտեսական վնասներ են հասցվել թե Միացյալ Էմիրություններին, թե Սաուդյան Արաբիային, որը բավականին զգալի է, թե Քուվեյթին, եւ այս իմաստով կարծում եմ Իրանը այդ պահին իր առջև դրել է խնդիր հնարավորինս մեծ տնտեսական եւ ենթակառուցվածքային լոգիստիկ վնասներ հասցնելով ստիպել ճնշում բանեցնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա։ Պարսից ծոցի ջրերում Իրանը հարվածել է ամերիկյան նավթատար 3 նավի, դրանք կամ ամբողջությամբ են ոչնչացվել, կամ մասամբ վնասվել են, իսկ 4 նավաստի զոհվել է։ Շուկայից դուրս է մնացել մոտ 1 միլիոն բարել նավթ, ինչը նոր լարվածություն է առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկայում։ Իրաքում Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները նույնպես դարձել են հրթիռների թիրախ։ Հրդեհներ են բռնկվել, ավերվել են կապի եւ տեխնիկական ենթակառուցվածքներ։ Իրանի Թավրիզ եւ Քերմանշահ քաղաքներում ոչնչացվել են հրթիռային համալիրների շենքեր ու պահեստներ։ Հրթիռների համակարգերը, որոնք պաշտպանում էին ռազմաբազաները, նույնպես վնասվել են։ Բազաների մի շարք բունկերներ եւ պաշտպանական կառույցներ նույնպես վնասվել են։ Այդտեղ մահացել է ամբողջ անձնակազմը եւ ոչնչացվել է զինամթերքը։ Հարվածի հետևանքով ավերվել են ռազմական կապի ենթակառուցվածքներ, այդ թվում արբանյակային եւ ռադիոկապի կայաններ, որոնք ապահովում էին հրամանատարության եւ ստորաբաժանումների միջև հաղորդակցությունը, ինչն առավել դժվարացնում է ռազմական կառավարման ընթացքը։ Մյուս կողմից Իրանում եւս բավականին լուրջ վնասներ կան, այդ վնասները ոչ միայն տնտեսական ու ենթակառուցվածքային են, այլև դրանք հասցվում են Իրանի քաղաքական նշանակության օբյեկտներին, նաեւ 3 հայտարարվեց Միացյալ Նահանգների կողմից, որ անցնում են ավելի խորքային հարվածներ հասցնելու մարտավարությանը, ինչը կնշանակի, որ Իրանի տարածքում ավելի մեծ աշխարհագրություն կընդգրկվի հասցվող վնասների Ավելին, երկրի տարբեր բնակավայրերում ոչնչացվել են ռազմամթերքի եւ դյուրավառ նյութերի պահեստներ, որոնք կարևոր էին հրթիռային եւ ռազմական գործողությունների համար։ Կորուստների շարքում Իրանի թերևս ամենամեծ կորուստը ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումն էր։ Սպանվել են նաեւ Իրանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ, հրամանատարներ։ Զոհերի մեծ մասը հարվածների հիմնական թիրախ դարձած հրթիռային բազաներում են եղել։ Հեղինակավոր պարբերականներն ու վերլուծաբաններն Իրանում արդեն հազարավոր զինվորականների եւ կարևոր ռազմավարական օբյեկտների կորուստների մասին են խոսում, ինչը զգալիորեն ազդել է երկրի պաշտպանական եւ ռազմական հնարավորությունների վրա եւ խախտել ռազմական կառավարման բնականոն ընթացքը։ Եթե դատենք պարզապես ուժերի հարաբերակցությունից, ապա թերևս կասկած չկա, որ զուտ ֆիզիկական կորստի իմաստով շատ ավելին կարող են լինել Իրանի կորուստները, որովհետեւ ուժերը, հարվածային ուժերը համաչափ չեն, բնական է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համատեղ ունեն շատ ավելի մեծ հարվածային ներուժ եւ հետեւաբար ենթադրվում է, որ շատ ավելի վնաս կարող են տալ Իրանին։ Դեռևս անհայտ են Իսրայելի կորուստները, բայց մասնագետները ենթադրում են, որ ամենից շատ կորուստ կունենա Իրանը, հաշվի առնելով հարվածների ինտենսիվությունը եւ մասշտաբը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդես է եկել Իրանի դեմ ԱՄՆ նախագահի գործողությունների օգտին։ Վերջինս արդեն շնորհակալություն է հայտնել նրան այդ վերաբերմունքի համար։ Ռյուտեն նաև նշել է, որ Իրանի դեմ պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ն պատրաստ է հավաքական պաշտպանության մասին կազմակերպության պայմանագրի 5-րդ հոդվածի հնարավոր գործարկմանը, պնդելով, թե Թեհրանը իբր մոտ է եղել Եվրոպայի համար սպառնալիք դառնալու։
Իսկ ով է այս պատերազմի կողմնորոշիչ GPS-ը, ով է որոշում, թե երբ եւ ում վրա պետք է անօթաչուի մեսիջը գործի, ով է իրականում կանգնած այս պատերազմի առաջնորդի դերում։ Ուղեղային կենտրոններից շատերը այս հարցի պատասխանի տեղում գրում են Բենյամին Նեթանյահու։ Նեթանյահուն Իսրայելի ամենաազդեցիկ եւ կոշտ ստրատեգներից է։ 77-ամյա վարչապետը հայտնի է իր դիվանագիտական կարողություններով, սերտ կապեր ունի Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական հարցերում զիջումների չի գնում։ Նեթանյահուի դիվանագիտական եւ ռազմական ուղին Անի Աբաղյանն է ներկայացնում։ Դեսպան Միացյալ Նահանգներում, падգամավոր, վարչապետ, նախարար արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության եւ կապի եւ նորից վարչապետ Իսրայելում։ Բենյամին Նեթանյահու 77-ամյա առաջնորդը Թել Ավիվում է ծնվել, մտավորականի ընտանիքում։ Նեթանյահուի հայրը պատմաբան էր եւ Միացյալ Նահանգներում դասավանդում էր հրեական պատմություն ու պատմում սիոնիզմի մասին։ Նեթանյահուն դպրոց գնացել է նահանգներում, վերադարձել Իսրայել ու ծառայել բանակում։ Այնուհետև սովորել է Իսրայելի հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումում։ Ծառայությունից ու իսրայելական հատուկ ստորաբաժանման կուրսերից հետո մեկնել է Միացյալ Նահանգներ եւ սովորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ստացել ճարտարագիտության ու կառավարման կրթություն։ Ավելի ուշ Նեթանյահուն քաղաքական գիտությունների ոլորտում ուսանել է Հարվարդում։ Այս ընթացքն է Նեթանյահուին հնարավորություն ընձեռել ճանաչել նահանգները ներսից ու կապեր հաստատել հասարակական տարբեր շերտերի հետ։ Դիվանագիտական կարիերան Նեթանյահուն սկսել է 1980-ականներին։ Նախ եղել է Իսրայելի ներկայացուցիչը միավորված ազգերի կազմակերպությունում, հետո աշխատել Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանատանը։ 50 տարեկանում 1996 թվականին Նեթանյահուն առաջին անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը։ 3 տարի անց 1999-ին զիջել է վարչապետի աթոռը։ 2003-ին վերադարձել կառավարման համակարգ որպես ֆինանսների նախարար։ Բայց Նեթանյահուն ձգտում էր վարչապետի պաշտոնին։ 2009-ին եկավ ու չգնաց։ Նրա վարչապետության ընթացքում չեն դադարել պատերազմներն ու խոշոր ռազմական գործողությունները։ Պատերազմ սկսեցին Գազայում ու չավարտեցին։ Իսկ Լիբանանում Հեզբոլլահի հետ ռազմական բախումներն ընդմիջումներով շարունակվում են։ Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ամենակոշտ քննադատներից է։ Նեթանյահու Իրան լարված հարաբերությունները 3 տաք գործողություն են ունեցել։ Ամենաթարմը փետրվարի 28-ին նահանգների աջակցությամբ սկսածն է։ Նեթանյահուի կարգախոսն ու կենսակերպն է Իսրայելի գոյության գլխավոր պայմանը, ռազմական ուժն է, պայքարի ձևը, պատերազմը։ Նեթանյահուն 3 անգամ ամուսնացել է, ունի 3 երեխա։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վերադառնանք Հայաստան։ Իրանի պատերազմից Հայաստանի արտաքին քաղաքականություն, առևտրաշրջանառություն եւ նույնիսկ անձնական կյանք։ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը լի էր տարբեր թեմաներով ու սուր հարցերով։ Վարչապետը խոսել է Իրանի շուրջ վիճակի, ռուսական ռազմաբազայի, երկաթուղու կառավարման եւ դարձյալ կարկանդակի մասին։ Անի Աբաղյանն է հետևել ելույթին։ Իրանի պատերազմի, Ռուսաստանի հետ հարաբերության, կարկանդակի ու բաժանման մասին հարցեր հնչեցին կառավարությունում Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ։ Մինչ պատերազմում է հարևան պետությունը, վարչապետն անհոգ կարկանդակ է ուտում։ Ինչու? Փաշինյանը ցավում է Իրանի համար, բայց ստեղծված վիճակը անակնկալ չէր վարչապետի համար։ Շատ լավ է, որ ոչ թե այդ օրը առավոտյան պետքա վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով մի տարի ու կես, ես հիմա ուղղակի վախենում եմ շփոթել ամսաթիվը, եղել է այդ աշխատանքային խումբը։ Մինչ Փաշինյանը ճեպազրույցում հստակ հայտարարում է, Իրանի շուրջ ստեղծված վիճակի պատճառով Հայաստանում ապրանքների դեֆիցիտ չի լինի, վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Հետքի փոխանցմամբ եւ 2025 թվականի տվյալներով Հայաստանը Իրան է արտահանել 88 միլիոն դոլարի ապրանք, ներմուծել 680 միլիոն դոլարի։ 2024 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 18.3%-ով, փոխարենը 8.1%-ով ավելացել է ներմուծումը։ Ապրանքաշրջանառության թեմային անդրադառնալով Փաշինյանը նշել է. Հայաստանի եւ Ադրբեջանի համար առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունենամ հնարավորինս շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից
ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Փաշինյանն անդրադարձել է լրագրողի հարցին, թե ինչպես է դեպի Եվրամիություն գնում երկրում ունենալով ռուսական ռազմաբազա։ Ասում է, ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը դեռ չի փակում։ Եթե նման խնդիր առաջանա, այդ ժամանակ կմտածեն։ Մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Քաթարն ու Քուվեյթը քննարկում են հայկական երկաթուղին կառավարելու հարցը։ Առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Եվ անկախ ռեակցիաներից Փաշինյանն ասաց, որ երկաթուղին Հայաստանինն է, եւ ցանկացած պահի կարող են խզել պայմանագիրը Ռուսաստանի հետ, բայց պայմանագիր խզելը երբեք լավ չէ։ Դրա համար փորձում են քննարկել ու պայմանավորվել։ Ռեակցիա է ուղղակի։ Այս մի ռեակցիան էլ ներկուսակցական քարոզարշավում եղածի մասին է։ Այս ուգլինը Հովանեսյան Արամեսն էր, ոստիկանապետը։ Լրացնելու փորձ չէր եւ երբեմն պաշտոնաթողներին պետք է հանգիստ թողնել, ասում է վարչապետը։ Սադրիչ եւ տափակ պնդում։ Սա էլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանման վերաբերյալ հարցի պատասխանն էր։ Իսկ Փաշինյանը արդեն ստացել է Զայեդ մարդկային եւ եղբայրության մրցանակ $1 միլիոն իր $500 000, թե ինչ է անելու, դեռ չի ասում։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ Փաշինյանը լրագրողների հարցերին էր պատասխանում, ազգային ժողովում հաշվետվությունը վերածվեց քաղաքական բանավեճի։ Խորհրդարանում այսօր քննարկվում էր հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը, սակայն նիստը սովորիթի համաձայն ուղեկցվեց փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։ Իշխանությունն ու ընդդիմությունը վիճեցին թե հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության, թե սոցիալական հարցերի շուրջ։ Նիստին հետևել է Սեդակ Յուրեղյանը։ Ազգային ժողովում հերթական աղմկոտ նիստներ։ Քննարկումը մի քանի անգամ ընդհատվեց աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով։ Լռեք, կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետք է լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Մի հատ հələ վերջացրեք այս սկանդալներ սարքելը։ Պարոն Ղազարյան, մի հատ լռեք դուք։ Օրակարգում հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումներ։ Մինչ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները սխալ էին արտասանում բառերը, իսկ ընդդիմադիրները ուղղում։ Բարեկամաբար Տիկին Ազարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ոչ թե վարկաբեկել, այլ վարկաբեկել։ Ընթացքում հնչեցին նաև սարկաստիկ, բայց սթափեցնող մտքեր։ Արմենուհի Գյուրեխյանը Իրանի պատերազմի համատեքստում հիշեց 2020 թվականի մարտը, երբ ամբողջ աշխարհը քովիդի դեմ պայքարի միջոցներ էր մշակում, իսկ ներկա իշխանությունը որոշել էր կորոնավիրուսի դեմ պայքարել պինցետով ու տնական օղիով։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պերաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել. անհաղ թերոս քաչնազար, մի պերաշկիով կոտրի 1000։ Հայաստան խմբակցությունից Լիլիթ Գալստյանը խոսեց օրվա իշխանության շինարարական ոլորտի ձեռքբերումներից, սկսելով պատմամշակութային հուշարձանների ու եկեղեցիների վերանորոգման ընդամենը 32% կատարողականից, խորհուրդ տալով ոլորտն իրենց մրցակցային առավելությունը չհամարել։ Խորհուրդ կտայի առհասարակ այդ թեմային չանդրադառնալ եւ կխուսափի ուղղակի շինարարությունից խոսել եւ վկան առաջին հալոցքի հետ հալված ասֆալտն է եւ ցավում եմ, որ սրամտության հեղինակը ես եմ, այս օրերին շրջանառվում է, որ ասֆալտների փոսերը այնքան խորն են, որ երկրի հակառակ կողմն է երևում։ Ճիշտ նույն տրամաբանությամբ ես կշարունակեի շինարարության ոլորտում ձեր հաջողությունները։ 300 դպրոցի փոխարեն 56 ավարտունների փաստը, ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիան, էլ չասեմ այն մասին, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը արդեն 3-րդ անգամ փոխում է իր ժամկետները։ Վերադառնալով օրակարգին հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդմանը ծավալուն անդրադարձ կատարեց նաև Աննա Գրիգորյանը։ 2025-ին ավարտին է հասցվել 890 վարույթ, 617-ը կարճվել է։ Դրանց վիճակագրության մասին որևէ տեղեկություն չկա։ Այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանց հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է, որևէ
Որևէ ստատիստիկա նույնիսկ դուք չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունում այդ գործերը, երբ հասնում են դատարան։ Ընդդիմադիրներն այս համատեքստում բարձրաձայնեցին պարգևավճարների ու թոշակների խնդիրը։ Քաղաքացիական պայմանագիրն էլ ի պատասխան աչքի ընկավ ինտերակտիվ ելույթներով։ Ընդդիմադիր падգամավորների թոշակների մասին պնդմանը Վահագն Ալեքսանյանը փաստերով էր ներկայացել։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակները 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա։ Հայկ Կոնջորյանն էլ խնդրեց ընդդիմադիրներին մնալ եւ լսել իր ելույթը։ Վերջում էլ կարծիք հայտնեց, թե իր ելույթը ծխելու ցանկություն է առաջացնում ընդդիմադիրների մոտ։ Դուք իրականում այն մարդկանց շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր ընտրած զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխծրեց պարոն Մինասյան։ Չէ, գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Մտքերի փոխանակումից հետո ելույթ ունեցավ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նախկին պաշտոնատար անձած քրեական վարույթներին անդրադառնալով Նահապետյանը վիճակագրությունն առաջ բերեց։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում Տատի տրված 298 հանրային ծառայողներից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ։ Այսինքն վերջիններից նկատմամբ բարույթներ են նախաձեռնվել կամ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյան եւ որը նախկին պաշտոնյան։ Օրակարգային հարցի քննարկումն ազգային ժողովում անցավ փոխադարձ քննադատությունների, վիճակագրական տվյալների ներկայացման եւ քաղաքական գնահատականների պայմաններում։ Պատգամավորներն անդրադարձան թե իշխանության քաղաքականությանը, թե հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ներկայացված թվերին ու փաստերին։ Օրակարգի հարցի քննարկումն ընդունվեց ի գիտություն։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն։ Սրբազանը կալանավորվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Մայրաթոռի դիվանապետի դեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել հանրային վայրում թմրամիջոցի ապօրինի իրացման գործով։ Սրբազանը մեղադրանքը որակել էր հորինվածք։ Քիչ առաջ ավարտվել է Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը։ Նիստից առաջ Սրբազանը շնորհավորել էր Արշակ Սրբազանին։ Արշակ Սրբազանին ամբողջությամբ ազատ արձակեցին։ Շնորհավոր։ Ես արդեն դուրս գալուց իրեն ասեցի վերադառնամ այստեղ չլինես։ Ողջույններ Արշակ Սրբազան։ Այսօր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստներ։ Երրորդ նախագահը դատարանի բակում խոսել է լրագրողների հետ, պատասխանել ընտրությանը մասնակցելու հարցին։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ 10 անգամ ասել են, հիմա 11-րդ անգամ ասում։ Անկախ որևէ հանգամանքից իմպիչմենտ լինի թե չլինի, ընտրություններ լինելու են։ Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն ու միայն այն եզակի դեպքերից, այդ դեպքերին ես չանդրադառնամ, էլի։ Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է։ Մենք ասում ենք, որ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։ Եկեք փորձենք, իսկ եթե ասում են չի լինի, հիմա ինչ փորձենք եւ այլն, ու իրենք նմանվում են ամենայն հավանականությամբ այսօրվա Հայաստանի կառավարիչներին, ովքեր ասում են, դե մենք թույլ ենք Ադրբեջանը ինչ ուզում տանք։ Դե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում փորձենք իրականացնել։ Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ջրվեժ թաղամասում։ Շինություն է փլուզվել, կա վիրավոր, վնասվել է 8 ավտոմեքենա։ Դեպքի վայրում է եղել իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Շատ ուժեղ պայթյուն է, հելա դաժե վախացել եմ, ասել կարող է Իրանից հասել է մեզ։ Ջրվեժի Մայակ թաղամասի 35 կոտորակ 1 հասցեի բնակիչների համար մարտի 5-ի լուսաբացը մղձավանջի էր նման։ Արթնացել են պայթյունի ձայնից։
շենքի բակում գտնվող ավտոտնակում նախնական տվյալներով մեքենայի գազաբալոն է պայթել։ Իրոք վախացել եք, պրոստո այդ կանա, որ զանավեսկի հաստա, այդ շուշը երեսի չի ընգել է, էլի զանավեսկով պահվել է։ Պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ վնասել է հարակից շենքերի պատուհանները, անգամ 6-րդ հարկի։ Տիկին Մալետկան իր ձեռքերով է հավաքել ապակիների կտորներն ու դրել շքամուտքի դռան մոտ, որ թորները չվնասվեն։ Միայն պատշգամբի կոտրված ապակիներն են մնացել։ Երկու պատուհանով շուշը ջարդվել է, էլի էլ պեղկով դուրս եկավ, այսի գտնում եք, էլի որ կարենակ գոնե ժամանակավոր պագեք, էլի էսը գնացել է մանգալու շուշը, որ դեք վերտնեք, որ պագեք, որ չմերսեք։ Այդ կանամեն մոտ հեսա լահավաքում են, երկու վեդրո հանել եք, մի վեդրո ինդեղ պատուհանի տակ, էլի էդ էլ լահավակ եք, էլի լիկա շուշա էլի։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ երեխաները պատրաստվում էին դպրոց գնալ։ Ուժեղ գմփոց եկավ, արթնացա, տեսա սաղ զալի պատուհանը թափված է գետին, նույնն էլ բալկոնում էր։ Մեկ էլ տենամ երեխեն կողքս կանգնացա, վախից, 3-րդ դասարանա։ Պայթյունի հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել ավտոտնակի տերը, հարակից շենքի բնակիչներից մեկը։ Պայթյունի պահին տարածքում այլ մեքենաներ են եղել, դրանք նույնպես վնասվել են, բայց վարորդները տեսախցիկների առաջ խոսել չեն ցանկանում։ Պատմում են, որ 47-ամյա տուժածը մտել է իրեն պատկանող ավտոտնակն ու մոտավորապես 1 րոպե հետո պայթյունն է տեղի ունեցել։ Քնած եմ եղել, հետո ուժը դմփաց, ես ասի ջո ռակետ մակետ անգե, հելոն տեսնա, որ ժողովուրդ հավաքված այդ տողն տանում են հիվանդանոց, սպորը մեկել էր, 3 աղջիկ երեխա ունի, իր մամուլի հետ ապրում։ Տուժածի հարևանները պատմում են նաև, որ վերջինս Այրվածքաբանության ազգային ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում է։ Առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն արդեն հասցրել է այցելել դեպքի վայր։ Ասում է, 10 բնակարանի պատուհաններ կոտրվել են, իրենք գույքագրել են բնակիչների կրած վնասները։ Գնահատական տրվելու ընդհանուր որոշենք ինչպես օգնենք մարդկանց։ Շենքը փլուզումից հետո այնտեղ քնչական մարմինները գործողություն իրականացնելու, որի ավարտից հետո տարածքը կմաքրենք։ Շինություն թույլ շինություն էր, ինքնական շինություն ա եղել, սվարճիկ ա եղել այդ մարդասան, հնարավոր է որ այդ սվարկի բալոն է լինել, էլ ասենք պարզ չէ, քանի որ դե ասենք քնչական կոմիտեն քննությունը իրականացնի, որից հետո նոր կարողանանք գնահատական տալ, ինչից է կատարվել, մաքրվի նոր էլ տարածքը։ Մեր նկարահանման պահին փրկարար ծառայությունը շարունակում էր աշխատանքը։ Հարևաններն էլ օգնում են իրար, նորոգում պատուհաններն ու հավաքում կոտրված ապակիները։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։